Պարոն Ալեքսանյան, տեղյակ եք, երեկ ինչ են քննարկել հոգևորականները եւ Փաշինյանը։ Իսկ նա վարչապետի տեղադրած ռելիզում ամեն ինչ շատ հստակ էր։ Ինչն է հստակ, օրինակ, ես ինքը Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում նրանց սկզբունքային դիրքորոշման համար։ Իսկ մնացածը թե ինչ հարցեր են նրանք։ Որ քննարկվել է եկեղեցու բարենորոգման հարցը, դա գերակնհայտ է ինձ թվում։ Իսկ տարօրինակ չի, թե բարենորոգման հարցում հետ է Փաշինյանը քննարկում, մասնավորապես, տեսեք, դուք կուսակալության ուխտի խախտման համար մեղադրում եք վեհափառին, բայց այնտեղ նստած հոգևորականներին ըստ մամուլի տեղեկությունները արդյոք այդ ուխտը չէին։ Երբ են տպվել այդ տեղեկությունները կներեք։ Պարբերաբար վկայակոչում եք վեհափառի այն հրապարակումը, որը թերթերից մեկը գրել էր երեխա ունենալու հետ կապված։ Ձեզ ծանոթ չի օրինակ Կոտայքի թեմի առաջնորդի կրկին զավակ ունենալու մասին հրապարակումները։ Չէ, ծանոթ չի ու այն պարզ պատճառով չի ծանոթ, որ մինչև 3 ընդհանրապես ոչ մեկ չէր խոսում, որ եկեղեցում կա խնդիր ընդդիմության թևերից։ Մինչև 3 ընդդիմադիր մամուլը պնդում էր, որ եկեղեցում եղած խնդիրների մասին, հոգևորականների բարեվարկության մասին չի կարելի առհասարակ խոսել։ Հիմա ու ինչ էին ասում։ Ասում էին եկեղեցին ինքը իր ներսում պիտի լուծի խնդիրները, ճիշտ է։ Հիմա երբ որ եկեղեցու ներսից 10 եպիսկոպոս ձեռնամուխ են եղել ներքին խնդիրների լուծմանը, չգիտես ինչի, բանից պարզվել է, որ ընդդիմությունը կար այդ մարդկանց թիրախավորի ու ասի, որ մեկը էսպես է, մեկը այնպես է, այն մեկն էլ այ այնպես է։ Կներեք, ես այդ օրակարգի մեջ չեմ մտնելու։ Օրակարգ եք, տարբերակ եք առաջ քաշել, դուք չէ՞ էլի, հիմա ձեր միջոցով պատասխանում եմ ընդդիմադիր գործընկերներին։ Տարբերակ եք առաջ քաշել, որ եկեղեցին իր ներսում պետք է խնդիրը լուծի։ Առաջ եք քաշել։ Ասել եք, որ հոգևորականների բարեվարկության մասին խոսալը բան չի, տենց նորմա չի, կանոնիկ չի։ Բայց ինչ եք խոսում, ինչ եք ուզում։ Ձեր առաջ քաշած բոլոր բաներին համապատասխան process է ընթանում։ Իսկ իրականում ինչ են անում։ Հաստատի մտել են եկեղեցու բարենորոգման օրակարգի մեջ։ Իրանք էլ իրանց ձևով են մտել այդ օրակարգի մեջ, փորձում են բարենորոգել եկեղեցին, բայց չգիտես ինչի թիրախավորում են միայն այն հոգևորականներին, ովքեր որ հանդես են եկել բացահայտ պղծության դեմ։ Այսինքն նորմալ է, որ այդ մարդկանցով, այդ հոգևորականներով Փաշինյանը բարենորոգում իրականացնում, որովհետև այնտեղ ոչ միայն կուսակալության ուխտը խախտողներ կան ըստ մամուլի, այլ նաև Փաշինյանի վկայակոչած բենտլիներով հոգևորականներ։ Հիմա այդ մարդիկ այլևս բենտլիներով Էլի եմ ասում, էլի նոր հիշեցիք, որ եկեղեցում կան։ Նոր չենք հիշել, դուք եք սկսել այս արշավը ձեր։ Սրանից 2 շաբաթ առաջ ես օրինակ ազգային ժողովում ճեպազրույց եմ տվել։ Մի ինդիմադիր լրատվականի լրագրող ինձ չեկավ ասեց, այ պարոն Ալեքսյան, եկեղեցում կա այսպիսի եպիսկոպոս, այնպիսի եպիսկոպոս, այնպիսի եպիսկոպոս, հակառակը բոլորը ինձ եկել էին ու ասում էին, որ գիտեք ինչ, պարոն Ալեքսյան, այդ ո՞նց եք հանդգնում հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս, արշակի դեմ, ինչ որ մի բառ խոսալ։ Այդ էր խոսույթ, այդ եք փոխում խոսույթը։ Իսկ դուք այն փորձաքննությունը, որ տրամադրվել է այդ հոգևորականներին, ինչպես է եղել։ Այդ որ պետական մարմինն է տրամադրել նրանց, որ այդ տեսանյութի հետ կապված նրանք արդեն վստահ պնդում են, որ դա ճշմարտություն է։ Ես չեմ կարող ասել, բայց շատ նորմալ կվերաբերվեմ, եթե իմանամ, որ մեր պետական մարմինները համագործակցել են մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հատուկ ձևավորված հանձնախմբի հետ, այսինքն պաշտոնական ձևավորված կառույցի հետ համագործակցել են, օրինակ նրանք ինչ-որ մի հարցում են արել, նրանք ինչ-որ մի պատասխան տվել են, շատ նորմալ կվերաբերվեմ, կգտնեմ, որ դա նորմալ երևույթ է։ Սա նաև չի նշանակում, պարոն Ալեքսանյան, որ եկեղեցին պառակտված է, այսինքն իշխանությունը պառակտեց եկեղեցի, մի կողմում Փաշինյանն իր հոգևորականներով է, մյուս կողմում եկեղեցի մայրաթոռը սխալ անջրպետ եք ներկայացնում նա։ Իսկ ինչ է։ Մի կողմում քերակնոջ հետ կենակցելը նորմալ դիտարկող մարդիկ են, եւ մյուս կողմում մենք ենք, որ գտնում ենք, որ քերակնոջ հետ կենակցելը ռոմանտիկ կներեք կենակցել բառի համար 1980 գուցե ավելի կոպիտ էր քերակնոջ հետ ռոմանտիկ հարաբերություն ունենալը սիրային, աննորմալ է, ու աննորմալ է իմ համար թե մարդկային դաշտում, թե, չգիտեմ, դրսի դաշտում, թե տղամարդկային դաշտում, թե բարոյական դաշտում, ու թե առավել եւս հայ առաքելական եկեղեցու հոգևորականի տիրույթում կներեք էլի 1000 ներողություն, մենք հասկանում ենք ինչի մասին ենք խոսում։
Մենք հասկանում ենք ինչ աստիճանի պղծության մասին ենք մենք խոսում։ Դա ես չգիտեմ դա ինչ աստիճանի բան է, էլի, անսրբություն է, ու սրբապղծություն է փաստացի։ Երեք Արշակ Սրբազանը պնդում էր, որ տեսանյութում ինքը չի։ Եվ ասում էր ավելին, որ ինչ որ մեկի ասելով նա չի հեռանա։ Չնայած հայտարարության մեջ ձեր ասած դա աբսուրդ է ու ես կարծում եմ սրբապիղծ մարդու ասածը դա ինչ որ ինձ քննարկել է այդքան էլ լուրջ բան չի էլի 1000 ներողություն կներեք ես միանշանակ բան եմ ասում եթե խոսքը վերաբերվի օրինակ կամայական մարդու ով որ ինչ որ քաղաքացիական անձ է ու սենց մի բան պարզվեր որ նա իր քերակնոջ հետ ես այդ մարդու նկատմամբ կունենայի շատ վատ անձնական վերաբերմունք բայց դա կլներ իր ու այդ կնոջ անձնական կյանք բայց մի դեպքում երբ որ խոսքը գնում է հայ առաքելական սուրբ եկեղեցու արքեպիսկոպոսի մասին դիվանապետի մասին մայրաթոռի որ նաև իրան իրավունք է վերապահում բարբերաբար ինչ որ բարոյախրատական ճառեր ասել եթե կհիշեք այդ մարդներ քաղաքական հայտարարությունների համար են հենց իրեն քաղաքական հայտարարություն թիրախավորել իշխանությունները։ Քերակինն է իրան թիրախավորել իշխանությունը, որովհետև ասում եմ, տեսեք դուք եք նշում, որ այդ խնդիրները շատերի մոտ գուցե կան։ Չէ, ես չեմ նշում, որ այդ խնդիրները գուցե Դուք եք ասում, ինչի՞ չի խոսում ես բացառում եմ, որ օրինակ ձեր նշած հոգևորականների մեջ կա մարդ, ով նորմալ է համարում սեփական քերակնոջ հետ ռոմանտիկ սիրային կապը։ Ինձ թվում է մենք իրար բան ենք անում, տարբեր ալիքների վրա ենք հիմա հասկանում, որտեվ ես ձեզ պարզ բան եմ ասում։ Կա բացահայտ, ակնհայտ, ինչ որ տիեզերական չափերի սրբապղծություն, որը ըստ այդ հանձնաժողովի եզրակացության արել է Արշակ Սրբապիղծը։ Ու կան այլ խնդիրներ, որոնք առկա են եկեղեցում ու դրա մասին էլ ենք մենք խոսում։ Բայց երբ որ կոնկրետ մարդիկ հանդես են գալիս այս բացահայտ, ակնհայտ, ակնաբուխ ու տիեզերական մասշտաբի սրբապղծության դեմ, ու հիմա մենք ասում ենք, այ գիտեք, այս մարդու աչքի վերևը ունք կար, այս մեկն է սենց, կներեք, շո ջան, լուրջ չի։ Եթե այդ խնդիրները տեսնում եք, հարգելի ընդդիմադիր լրատվականներ, հարգելի ընդդիմադիր գործիչներ, երբ որ մենք բարձրացրեցինք Կտրիչ Ներսիսյանի եւ Արշակ Սրբապիղծի հարցերը, գայք ասեիք հələ մի րոպե, ավելի վատ հոգևորականներ կան։ Այ այս մեկը, բայց չէ, դες չէ։ Եթե հիմա օրինակ նույն Փաշինյանի հանդիպման հրավերը ընդուներ Արշակ Սրբազանը, Լեհափառին եւս Կանչեր Փաշինյանը ընդուներ, այնտեղ իրենք նստեին, կջրվեր կոպիտ ասած նրանց այդ բոլոր մեղքերը, որոնք դուք եք վերագրում։ Ես շատ լավ եմ ճանաչում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու շատ լավ գիտեմ նրա բարոյական սկզբունքները ու ես վստահեցնում Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ կհրավիրեր Արշակ Սրբապիղծին, ոչ էլ առավել եւս նրա ձեռքը կսեղմեր։ Պարոն Ալեքսանյան, հրապարակված այդ հայտարարությունից հետո դուք հայտարարեցիք, ասացիք, որ ժամերի հարց է կաթողիկոսին հեռացնելը։ Պնդում եք, որ ժամերի հարց է։ Այո։ Սրանից 2 օր առաջ էլ մեր հանձնաժողովի նիստից հետո ճեպազրույցում պնդում էի, որ շատ հոգևորականներ կան։ Բացարձակ մեծամասնությունն է հոգևորականների, որ չի ընդունում Կտրիչի գահազավթ կարգավիճակը փաստացի ու տենց կիսաքմծիծաղային հայացքներ էի տեսնում ընդդիմադիր լրագրողների աչքերին, հիմա կարծես թե հայացքները նրանց փոխվել են, հիմա էլ ասում եմ էլի, ժամերի հարցը ու դա ակնհայտ է, որովհետև փաստացի Հայաստանի թեմերի մի շատ մեծ մասը, հետևորդների թվով ամենամեծ թեմերը փաստացի հայտնում են, որ իրանք պատրաստ չեն սրբապիղծ անձի եւ սրբապղծությունը կոծկողի ու սրբապղծության հետ հաշտ եղողի հետ ճանապարհ անցնել։ Ինչ է լինելու։ Դուք ունեք մեխանիզմ, որովհետև մինչ այս որևէ նախադեպային բան չկա, որ կաթողիկոսին կարող է իշխանությունը հեռացնել։ Որ միջոցներով։ Իսկ ինչ է լինելու։ Հրաժարական է նա տալու ինքնական։ Որ պահից վերցրիք, որ իշխանությունն է հեռացնում։ 10 եպիսկոպոսների հայտարարությունը ձեր համար հեչ։ Իրենք ավելի շատ կենտրոնացել են Արշակ Սրբազանի հետ կապված։ Ասում են, մարդիկ շատ հստակ բան են ասում։ Տեքստ են ասում, որը վերաբերվում է նաև ուղիղ չկա, որ պահանջում են հրաժարականը։ Շատ ուղիղ կա, առավել քան ուղիղ է, դրանից ուղիղ չի լինի։ Այսինքն մենք հասկանանք այդ տեքստից ուղիղ պահանջ։ Ինչ է, դուք այդ տեքստից ինչ եք հասկանում։ Ես դա եմ։ Պարզապես ուղիղ ես ձեր ասած տողատակերը հասկանում եմ, բայց ուղիղ պահանջ չկա, որ պետք է հեռանա։ Ասում եմ պարզապես կոծկում է այդ երևույթները։ Սրբապղծություն կոծկելը դուք հասկանում եք, ու որ շեղվել է ուղիղ վարդապետության գծից, դուք դա հասկանում եք, դա ինչ։
Այսօր նայում եմ այդ սրբազաններից մեկը այսօր ճեպազրույց է տալի Մայրաթորը դիմաց, լսում եք ինչ է խոսում։ Ասում է նույնիսկ եթե խախտել է կուսակրոնության ուխտը, չկա կանոնագրքով տենց հոդված, որ ինչ-որ բան կարա լինի իր հետ։ Քահանայի դեպքում ասում է կա, եպիսկոպոսի դեպքում կա, սարկավագի դեպքում կա, բայց կաթողիկոսի դեպքում չկա տենց հոդված եւ հետեւաբար ոչ մեկտեղ ոչ մի չեք կարողանում։ Փաստացում եք ինչ է կատարվում։ Դա նորմալ է, ինչ որ մեկի աչքերով ես ում հասկանում։ Իսկ դուք միայն կուսակրոնության մասն եք խոսքում, բայց կա նաև աղքատության ուխտի խախտման այսպիսի տերմին կանոնագրքով հենց նույն հոգևորականները, որին կանչել է Փաշինյան, ես հիշեցրեցի Բենտլին, բայց մյուսների պարագայում էլ մենք տեսնում ենք, թե ինչ շքեղ օրինակ մեքենայով էին նրան գալիս Էջմիածին։ Գուցե այդ հարցով էլ զբաղվեք, պարոն Ալեքսյան։ Ինչու եք երբ որ մենք այդ հարցով սկսել էինք զբաղվել 1000-ներ դուք նաև ձեր լրատվամիջոցը, նաև մյուս ընդդիմադիր լրատվամիջոցներն ու ընդդիմադիր գործիչները մեզ մեղադրում էին հակաեկեղեցական արշավ անելու մեջ։ Էնպես որ կներեք ամենայն հարգանքով անձամբ ձեր նկատմամբ, Ռուզաննա ջան, բայց ինչ որ ընդդիմադիր գործիչներ կամ լրատվամիջոցներ չի, որ մեզ պետքա բան անեն, էլի, այդ ուղու վրա դնեն, որ մենք սկսենք զբաղվել եկեղեցու նորոգման հարցով։ Երբ որ մենք եկեղեցու նորոգման, բարենորոգման հարցով զբաղվում էինք, մարդիկ մեզ մեղադրում էին հակաեկեղեցական շարժման մեջ։ Հիմա փաստացի եկան կանգնեցինք մի իրավիճակի առաջ, երբ որ բոլորը անխտիր բոլորը զբաղվում են եկեղեցու բարենորոգման գործով, ինչը ես ողջունում եմ, բայց կոչ եմ անում ընդդիմադիր դաշտին, նաև բացի սեփական քերականոջ հետ ռոմանտիկ սիրային կապը սրբապղծություն համարողները ուսումնասիրեն նաև մյուս հոգևորականներին, օրինակ նրանց, ովքեր հաշտ են սեփական քերականոջ հետ սիրային կապին։ Պարոն Ալեքսանյան, վերջապես նաև այդ հարցը կա, դուք չասացիք, ինչպես եք, ինչ մեխանիզմ կա, որ կաթողիկոսը կարող է հեռանալ, ինչի մասին պնդում է միշտ իշխանությունը։ Ինքը շատ մոտակա ժամանակներում երբ որ ինքն իր ոտքով կհեռանա եւ Աստծո կամքով։ Առաջինը Աստծո կամքով, հետո արդեն ինքն իր ոտքով։ Եթե մտադիր չի, պարբերաբար ասում է, որ չի, օրինակ երեք Արշակ Սրբազանն ասում էր այդպիսի բան չի լինելու։ Ինչպես, այսինքն մարդը չի գնում, հետո ընդդիմադիրներն էլ ասում են, եթե նույնիսկ բանտում է լինի, նա կաթողիկոս է լինելու։ Ձեր նշած անձը նաև ասում է, որ ինքը իր քերականոջ հետ չի։ Դե եւ դա իր խոսքերը ինձ թվում արդեն այնքան անարժանահավատ է դարձնում, կներեք էլի։ 1000-ներ։ Այդ աբսուրդ է։ Ժողովուրդ ջան, նողկալի է այդ ամեն ինչ։ Հիմա լուրջ ինչ ուզում եք համոզել, որ այո, մեր եկեղեցում պետքա լինի մի արքեպիսկոպոս, ով պետքա իր քերականոջ հետ սրբապիղծ կապի մեջ լինի ու պետքա հայ առաքելական եկեղեցու հետևորդները գնան ու նրա աչքը համբուրեն։ Դուք ինձ դա եք համոզում։ Եթե օրինակ հեռացվի եկեղեցուց կամ ինչպես ասում են, հաշտեք այդ մտքի հետ որ տենց բան, ինչը զղջա։ Արշակ Սրբազանը, այսինքն եկեղեցուց առժամանակ դուրս դեպի այս ամբողջ գործընթացները կամարեն։ Ձեզ թվում է, որ տենց այդ հեշտ բան է, հա, տենց զղջալու։ Ինքը հեռացվեց, ենթադրենք, ձեր ասածով հեռացվեց եկեղեցուց։ Գործընթացները կմարեն։ Ոչ, այդ ամեն ինչը կոծկած ու դրա հետ հաշտեղած Կտրիչ Ներսիսյանն է պետք է հեռանա։ Դա ակնհայտ է, ժողովուրդ ջան, չի կարա նորմալ արժեքային համակարգ ունեցող մարդը հաշտ լինի նման երևույթի հետ։ Չի կարա, դա աննորմալ է, ես ախր տեսել եք այն մի հատ բան կար, այն պատգամավոր ունեին Հայաստան դաշինք է, որ մի 10 անգամ մեր հանձնաժողովի փոխնախագահ ընտրվում ազգանունը ոնց էր։ Ես էլ չեմ, մի խոսքով իր կուսակից ընկերներից մեկը տեսել եք ինչ ա գրել այս դեպքը, երբ որ այդ տեսանյութերը հրապարակվեցին, տեսել եք ինչ ա գրել, ասում է զատո ապացուցվեց, որ նորմալ տղամարդ է։ Չէ, ես կներեք, էլի կարող է ես եմ ուրիշ աշխարհում ապրում, այդ մարդիկ ուրիշ, բայց իմ ապրած աշխարհում քերականոջ հետ քնելը նորմալ տղամարդու տենց բան չի, ապացույց չի, ժողովուրդ ջան։ Դա անբարոյականություն է։ Դա սրբապղծություն է, ես հիմա ինչի հետ եք ուզում ես հաշտ լինեմ։ Եվ վերջում Նիկոլ Փաշինյանը Երևանում է այս անգամ պատարագին մասնակցում, տվյալներ ունեք, այս հոգևորականները միանալու են նրան եւ ձեր ասած ջամերի հարցը գուցե այդօրն է որոշվելու։ Ես չեմ կարող ասել, նմանատիպ ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց ցանկացած մեկը, ով գտնում է, որ հայ առաքելական եկեղեցին պետք է մաքրել սրբապղծությունից, ես այդ մարդու այդ կոնտեքստում խնդիր չեմ տեսնում ընդհանրապես։